Ես առողջապահության նախարարը չեմ, բայց ձեր ելույթից հետո կարծում եմ իմ ելույթը տեղին կլինի եւ ընդհանրապես որ լսում եմ ձեր ելույթները, ես մի խոսքով դժվար է զսպելը ու ելույթ չունենալը, որովհետեւ գիտեք անընդհատ այդ մտքի հետ եմ պայքարում եւ անընդհատ լրագրողներին ինձնից հարցազրույց վերցնող մարդկանց պատասխանում եմ, թե ինչի ենք մենք րոպե մեկ խոսում անցյալից, ինչի ենք խոսում, ինչի ենք իրար հետ վշտվում, ինչի ենք վիճում ստեղ, ինչի է այդ կռիվը տեղի ունենում, իսկ պատճառը ակնհայտ է, որովհետեւ դուք մնացել եք կեսկիսով չափ 1918-ից 20 թվականում եւ մնացել եք այն իրավիճակի մեջ, երբ որ դուք իշխանության մի մաս եք եւ ձեզ ամեն ինչ կարելի էր եւ հիմա ձեզ նյարդայնացնում է, որ դուք որևիցե բան չեք կարողանում անել, որտեւ քաղաքական գործիչը, որը այլևս լծակ չունի, դուք քաղաքական գործիչներ եք, որոնք ժամանակին լծակ ունեիք, հիմա դուք լծակ չունեք, իշխանական դուք տենց տվայտանքների մեջ եք, որտեւ ոչինչ չեք կարողանում անել։ Դուք քննադատում եք իշխանությանը, քննադատում եք վատ, դա էլ չեք կարողանում։ Դուք չեք կարողանում այդ քննադատությունը տեղ հասցնել, չեք կարողանում ձայն հավաքել, դուք չեք կարողանում քաղաքական հաջողություն ունենալ։ Չի ստացվում ձեր մոտ։ Արդեն ակնհայտ է 5 տարին լրացել է, այսա 5-6 ամսից ընտրություններ է։ Տիկին Գյուրյանը գայիս ասում ակնհայտ է, որ դուք հաջորդ ընտրություններին չեք անցնել։ Ուզում հասկանամ, դաշնակցությունը անցնելու է հաջորդ ընտրություններին, այդ որտեղից է այդ վստահությունը կամ ընդհանրապես դաշնակցությունը երբևիցե ամենամեծ ներկայությունն է այսօր ունեցել, այն էլ հույս դնելով եւ խաղաքարտ սարքելով են զոհերը, որոնք եղան պատերազմի ժամանակ են ատելություն բարձրացնելը եւ այլ։ Գիտեք ինչ, ներվայնացնում է, ջղայնացնում է, երբ որ մարդիկ գողը գողումա կներեք այդ բառի համար, գողը գողումա բռնի գողին այն պարագայում, որ ասենք ոչ այդ մարդուն ինքը որ մեղադրում է գողա եւ հանրությունը գիտի եւ ոչ էլ գողրացողը դրա իրավունք ունի։ Դուք չեք կարող դատավորի կարգավիճակ ձեր վրա վերցնել, որովհետեւ դուք այնքան մեղքերի մեջ եք։ Ամեն անգամ, երբ որ դուք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեզ ինչ որ բաների մեջ մեղադրում է, հետո գալիս է ընտրությունները կրվում է, դա ի ցույց է դնում, որ դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, մեկը մարդիկ ասում են յախա են թափ տալիս կներեք այդ բառի համար, ասում են ով ուզում ալինի, մենակ սրանք չլինեն։ Դուք այդ գիտակցումը ունեք կամ բանակցելու մասին եք խոսում, ինչ տուն, ինչ առանձնատուն, ինչ բանակցելու մասին եք խոսում։ Բա ուր է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Մեռանք ասելով եկեք, բանավեճի եկեք, պատմեք այն ամեն ինչ, ինչի գիտեք, այն լուրջ դեմքի արտահայտությունով, որ ձեզ հարմար մարդկանց հարցազրույց եք տալիս։ Եկեք վարչապետ Փաշինյանին մի պատմեք, Ալենին մի պատմեք, չգիտեմ, մեր падգամավորներին մի պատմեք։ Թող գա Ռոբերտ Քոչարյանը, նստի ընտրված իդեպ ի տարբերություն իրան, ընտրված մարդու առջև եւ հայ ժողովրդին պատմի, թող չպատասխանի նույնիսկ բան վարչապետին, թող հայ ժողովրդին պատմի, ասի գիտեք ինչ, Ղարաբաղի հարցում այս հարցը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, այս բանը սենց ա եղել, վախենում է։ Ես պնդում եմ, որ ինքը վախենում է։ Ընդհանուր առմամբ այն օրը գնացել էի միտեղ հարցազրույցի եւ հարցազրույցավարերը նես չէր, որ մեր աջակիցներն էին, հակառակը մեզ քննադատողներն էին, իրանք էլ են ասում են, այդ մարդը չի կարող գա եւ խոսի, ոչ ինքը կարա խոսի, ոչ այն մի անձնավորությունը մերժվածը կարա գա խոսի, իրանք այդ հնարավորությունը ոչ ինտելեկտուալ, ասում եմ, այն պարագայում, երբ որ լրատվամիջոցները կառավարելի են, երբ որ հրավիրում ես քեզ ուզած մարդկանց եւ քո ուզած հարցերն են տալիս, հետո մի հատ էլ լավ մոնտաժում ես, հետո ուզենաս կարա հարցազրույց տա։ Բա ինչի՞ չեք գալիս բանավիճելու։ Ամբողջ հույսը դուք եք մնացել Տիկին Վարդանյան, որ կգաք ստեղ կգորգռակ եւ բանով անչա, օդը չհերիքելով ինչ որ վերջին 5 տարվա ընթացքում անընդհատ այդ նույն ֆրազաները կասեք, այդ մեքենայի տակ գցած այդ ում մասին եք խոսում, ուզում եմ հասկանամ։ Այդ ինչի մասին եք խոսում, ինչի եք դրա մասին խոսում, որն է ձեր քաղաքական օրակարգը։ Լսեք, հույսներդ կտրեք։ Ակնհայտ է, բոլոր հարցումները դուք էլ լավ գիտեք, չգիտեմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ձեզ են աջակցում, դա ասում են, դուք ընտրությունները պարտվելու եք, նկատի ունեմ, որ ակնհայտ է, որ դուք հավաքելու եք շատ ավելի շատ քիչ ձայներ, քան նախկինում եք ստացել ձեր բացակայելու պատճառով։ Այսօր քննարկում եք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մոտավորապես մի 10 րոպե ֆորում չի եղել, ոչ գալիս եք աշխատելու, ոչ պաշտոններն եք վերցնում, ոչ գնում եք գործուղում ձեր գործ անեք,
այն որ ասում է մի փուճուր խմբակցություն, մեր ձեր փուճուր խմբակցությունով են երկու հոգին էլ իրանց կարևոր զգացին այսօր, մենք ամբողջ աշխատանքը մեր խմբակցությունով այս քանի տարի է ապահովում ենք։ Միջազգային կառույցների հետ ենք, հիմա մեր գործողումը կեսը գործողում է գնացել, այս մարդիկ գնում են գործողում մի տարբերություն ձեզ։ Վերջացել եք, սպառվել եք ժողովուրդ։ Ձեր միակ փրկությունը այն է, որ մարդ ես մեկ էլ տեսար, համաձայնվեցիք եւ չվախեցաք եւ եկաք այդ բանավեճին։ Հա, իմիջիալից հիմա որ Քաբանը սկսվի, քարոզարշավը սկսի, գնալու եք ժողովրդին ասելու եք, գիտեք ինչ, եթե մենք երկրորդ, երրորդ տեղը զբաղեցինք, մենք գործի չենք գնալու, դուք ինչ եք աշխատավարձ ստանում։ Պրեմիա եք ստանում, ինձանից ուզում եմ հասկանալ։ Այդ պրեմիաները, որ տալիս եմ, ինչ եք վերցնում։ Առաջ տենց ձևական ինչ որ հանձնում էիք, չգիտեմ, ինչ որ ֆոնդեր, հիմա խի եք վերցնում, հա։ Իսկ աշխատավարձ խի եք ստանում, այո, իմ գրպանից որպես հարկատու։ Ինչ եք փող ստանում, ուզում եմ հասկանամ, եթե դուք գործի չեք գալիս։ Մի հակաճառեք, ինձ հեսա իմ ժամանակը նորից կավելացնեմ։ Ինչ, այո, ձեր ժամանակը ավելացնում եմ, ես էլ եմ պատգամավոր, իմ ժամանակն էլ կարամ ավելացնեմ։ Դուք մի խոսեք, դուք չեմպիոն եք այդ հարցում, ես ուզում եմ գտնեմ մի օր, երբ որ դուք ձեր ժամանակի մեջ լինի դա հարց թե ելույթ կտեղավորվեք, դուք ընդհանրապես դրա մասին մի խոսացեք։ Գնացեք, բացատրեք ինչ եք աշխատավարձ ստանում։ Ես կարծում եմ, որ պետքա չստանաք, քան դուք մի ժպտացեք, դուք ընդհանրապես պետքա չէ, դուք պետքա միշտ տխուր լինեք։ Դուք պետքա մի նյարդայնացեք, ես հասկանում եմ շատ եք նյարդայնանում, որտեղ այն նավը, որը դուք լքեցիք, այնուամենայնիվ չխորտակվեց, այո, ես հասկանում եմ, որ լքում են խորտակվող, մտածում են, հետո այդ նավը չի խորտակվում, այն երկրորդը խորտակվեց, այդտեղ ուրախացեք, ես երրորդ ասում եմ, երրորդը թող հոբելյանական ամենահաջողը լինի, կամ չորրորդը դուք վստահ եմ ձեր ձևով էլի չեք խորտակվի, շնորհակալ։ Հաջորդ ելույթի համար Անահիտ Ավանեսյան, Առողջապահության նախարար, համեցեք։